Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գեցոնեն գաղորդենք լուրերը։ Շաբաթ 18 ապրիլին գայացավ հայրենիք շենքին վերանվանման առիթով պաշտոնական ճաշն ու հանդիսությունը ներկայությամբ նվիրատու քույր եւ եղբայր Դիանա եւ Քեն Հաչիկյաններու, Միացյալ Նահանգներու Արևելյան թեմի առաջնորդ Անուշավան arczepiskopos Դանիելյանի, հոգևոր հայրերու, Հոյիտա բյուրոյի անդամ Խաժակ Մկրտիչյանի, Հոյիտա Միացյալ Նահանգներու Արևելյան շրջանի գերբնական կոմիտեի անդամներու, ուղեգից կազմակերպություններու ներկայացուցիչներու եւ հրավիրյալներու։ Առաջնորդ Սրբազան հոր օրհնության աղոթքեն ետք Գետրոնական կոմիտեի անունով ներկաները ողջունեց գերբնական կոմիտեի անդամ Հովիկ Չարշաֆյան, ապա Ամերիկայի հայկական մշակութային ընկերակցության նախագահ Անի Չաղլասյան ներկայացուց նվիրատուները, որոնց նվիրատվության շնորհիվ կարելի եղավ շենքին վերանորոգման եւ վերահարդարման աշխատանքները։ Քեն Հաչիկյան իր սրտի խոսքին մեջ վկայակոչելով իր մեծ հայրը Արաքել Հաչիկյանը շեշտեց նվիրատվությամբ, աշխատանքով եւ մասնակցությամբ քաղուտին նեցուկ կանգնելու կարևորությունը։ Ան ոգեկոչեց նաև իրենց հանգուցյալ եղբոր Ստիվ Հաչիկյանի հիշատակը։ Խոսք արավ նաև Դիանա Հաչիկյան, որ նշեց, թե հայրենիք շենքին կատարված նվիրատվությունը դեղին ու ճիշտ քայլ մնե, զոր համարեց իրենց ընտանիքին ունեցած արժեքներուն գործնական արտահայտությունը։ Ապա Գերբնական կոմիտեի անդամ Արա Նազարյան ներկայացուց համապարփակ ծրագիրը, որուն նպատակն է մեկ եւ միադար գառույց մկառուցել, միացուլելով հայրենիք շենքը, ագումբի եւ վերջերս կնված անոր գողքի շենքերը։ Ջաշեն յետ հայրենիք շենքին մայր մուտքին դիմաց դեղի ունեցավ վերանվանման արարողությունը։ Առաջին հերթին Սրբազան հայրը եւ հոգևոր հայրերը գդարեցին հadouk աղոթքը։ Ապա Գերբնական կոմիտեի անդամ Սոսի Բուրուջյան ներկայացուց Գերբնական կոմիտեին խոսքը, ուր վերարավ հայրենիք շենքին կարևորությունը եւ թերագադարությունը քաղուտին կյանքի մեջ, ողջունեց նվիրատուները Դիանա եւ Քեն Հաչիկյանները, ինչպես նաեւ Հաչիկյան ընտանիքը։ Անհայտնեց, որ Հաչիկյան ընտանիք հայրենիք շենքը կներկայացնե ծառայության ժառանգությունը եւ համայնքին հանդեպ հանձնառությունը։ Հանդիսության ավարտին կատարվեցավ շենքին անվան ցուցանակին բացումը, ապա ներկաները այցելեցին շենքին տարբեր բաժինները առաջնորդությամբ Հոյիտա արխիվադան տնօրեն Ջորջ Աղջյանի, որ ներկայացուց շենքին պատմականը, Հոյիտա արխիվադունը եւ հայրենիք լրատու կենտրոնին աշխատանքները։ Հայոց ցեղասպանության 111-ամյակին առիթով գազագերբությամբ Հոյիտա Հայաստանի երիտասարդական միության հազարավոր հայորդիներու մասնակցությամբ Երևանի մեջ կայացավ ավանդական չահերթը, որ ընթաց կառնելով հանրապետության հրապարակեն ուղղվեցավ Դիդերնագապերտ։ Խոսք արտասանեց Հոյիտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, որ հաստատեց, թե հայոց ցեղասպանության ճանաչումը կպահանջվի ոչ միայն անցյալի, այլ նաև այսօրվան եւ ապագայի համար։ Անհայտարարեց, որ հայ ժողովրդին տապած արյունը եւ պատմությունը բանակցության եւ սակարկության առարգաներ չեն։ Բայկարի չահը երբեք պիտի չմարի, շեշտեցան։ Ապա չահերթը ընթաց գարավ դեպի Դիդերնագապերտ, ուր տեղի ունեցավ հոգեանկցյան արարողություն հայոց ցեղասպանության 1.5 միլիոն սրբատասված նահատակներուն հիշատակին։ Հայոց ցեղասպանության նահատակներուն հոգիներուն համար Դիդերնագապերտի մեջ կատարվեցավ հոգեանկցյան արարողություն գլխավորությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, որ այս առիթով հրապարակված խոսքի մեջ նշեց, որ ցեղասպանության աղետալի դեպքերեն 100-ամյակը ետք նոր ցեղասպանական գործողություններով հայատապվեցավ Արցախը։
Մեր նահատակներուն զոհողությունը մեզի կբարդավորեցնե ամրապնդել մեր միապանությունն ու համերաշխությունը եւ հզորացնել հայոց պետությունը, շեշտեցան։ Իր ղարքին Արամ առաջին վեհապար հայրաբեդ հայտարարեց, որ Թուրքիո կողմէ հայոց ցեղասպանության ճանաչումը կմնա հայության բանջարդիրության հիմքը։ Գմերժենք Թուրքիո եւ Ադրբեջանի հետ թե դիվանագիտական, թե տնտեսական որևէ հարաբերություն, որ կգադարվի ի հեճուկս մեր ազգային քերակույն իրավունքներուն, նշեց վեհապարը։ Արամ առաջին ընդգծեց, որ Թուրքիո կողմէ հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի ժողովրդին վերադարձը եւ ինքնավարության վերահաստատումը միջազգային երաշխիքով գրոնական եւ պատմական գոտոներու պաշտպանությունն ու Բաքուի մեջ արգելափակված հայ բանդարգյալներու ազատ արձակումը կմնան մեր բանջարդիրության հիմքերը։ Արցախի զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալությունը հաղորդեց, որ ադրբեջանցիք հիմնովին գործանած են Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, որ կառուցված է 2000-2019 թվականներուն, հանդիսանալով Ստեփանագերդի հոգևոր կարևորագույն կետրոններեն մին։ Գործակալությունը անթույլատրելի համարեց Հայաստանի իշխանություններուն քրեթե ամբողջական լրությունը, իդես հայկական սրբավայրերուն քանդումին։ Արցախի հարցը փակած Փաշինյանի իշխանության լրությունը եւ համագերբումը ադրբեջանական պարբարոսություններուն արդյունք է հանուն գերց խաղաղության ու քաղաքականության, որուն ժխտական հետևանքները դեսանելի են։ Գարմիր դուվով կառուցված եկեղեցին փրկության դարածք եղավ արցախցիներուն համար պատերազմներու ժամանակ։ Եկեղեցվո դակ նգուղային ընդարձակ դարածքին մեջ կպատասպարվեին հազարավորներ, խույս տալով ադրբեջանական ռմբակոծումներեն։ Հոյիտը հայտարարի գերբնական խորհուրդը խստորեն դատապարտեց Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանի մայրդաջարի ոչնչացումը, գործողությունը համարելով միջազգային օրենքի եւ մշակութային ժառանգությունը պաշտպանող ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավական կարգավորումներու լուրջ խախտումը։ Խորհուրդը մտահոգություն հայտնեց միջազգային հանրության համապատասխան հագաստետության բացակայության համար։ Հոյիտը հայտարարի գերբնական խորհուրդը միջազգային ընտանիքին գոչ ուղեց անմիջապես իրականացնելու գրավյալ դարաշներու մեջ մշակութային եւ գրոնական ժառանգության միջազգային անկախ հսկողություն, իսկ Երևանի կողմէ ցերնարգելու իրավական եւ դիվանագիտական անհաբաղ գայլերու ներառյալ թիմում միջազգային դատական ադյաններ։ Ստեփանագերդի մայրդաջարին ոչնչացում են 3 օր ետք։ Նիկոլ Փաշինյան գարդիկ հայտնեց, որ այս հարցի նկատմամբ պետք է լա շրջահայաց նման թեմաներ երկսայրի սուր համարելով։ Անբացահայտեց, որ քբեական իշխանությունները այս հարցը միջազգային քննարկումներու թեմայի պիտի չվերածեն։ Փաշինյան նաև մեջբերում կատարեց նոր գդագարանեն, թե պիտի դատվենք այն նույն դատով, որ դատելու ենք։ Այլ խոսքով, անգնշեր, որ ադրբեջանցիք կհագատարցեն այսպես կոչված հայկական գործողություններու։ Մինչ այդ, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Էլնարա Ախիմովը հայտարարեց, թե հայերն են, որ ամբողջ 30 տարիներու ընթացքին ավերած են իրենց մզգիթները։ Փաշինյանի ագնարգությունը եւ ադրբեջանցի պատգամավորին հայտարարությունը այսպիսով կհամընկնեին իրարու։ Հայտարարի Եվրոպայի գրասենյակը ողջունեց Բելգիկայի ներկայացուցիչներու բալադին կողմէ միացայնությամբ ընդունված բանաձևը, որ գոչ կկատարե ապահովելու Արցախի ժողովրդին վերադարձի իրավունքին իրացումը ապահովության միջազգային երաշխիքներով։ Բանաձևը նաև կպահանջե ադրբեջանական ուժերու Հայաստանի ինքնիշխան տարածքեն անհաբաղ հերացումը
եւ գանտրատարնա Բաքուի մեջ արգելապակված բادرազմական հայ կերիներուն եւ քաղաքացիական բադանտներուն ճակատագրին։ Մյուս կողմէ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարություն կանչվեցան Բելգիկայի եւ Նիդերլանդներու տեսփանները, որոնց փողոք ներկայացվեցավ Բելգիկայի եւ Նիդերլանդներու խորհրդարաններուն կողմէ ընդունված բանաձևերուն դեմ։ Դերին է նշել, որ Նիդերլանդներու գլխավոր նահանգներու ներկայացուցիչներու բալատնալ ընդունեց խորհրդարանական երկու միջնորդություն Ադրբեջանի մեջ արգելապակված բادرազմական հայ կերիներու ազատարձակման եւ հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը կորձակցաբար արտարության եւ մարդու իրավունքներու հայկական իրավական կենտրոնին Մագի գրոնի եւ համոզումներու ազատության հարցերով հadouk զեկուցողի ներկայացուց հաղորդակցությունն սեպտեմբեր 2023-ին Ադրբեջանի կողմէ կորզատրված զինվորական հարձակման պատճառով Արցախեն բռնի տեղահանված հայերու գրոնական իրավունքներու եւ ազատության խիստ եւ շարունակական խախտումներուն մասին։ Հաղորդակցությունը կներառե 37 հաստատված դեպքեր, որոնց մեջ ներկայացված է, որ տեղահանված հայերը զրկված են իրենց կրոնական հիմնական արարողակարգերը իրականացնելու կարելիությունեն, ինչպես դարին երկու անգամ հարազատներու շիրիմներու այցելուտեն են։ Նաև նշված է, որ դուժած ընտանիքները չունին արդյունավետ ներքին իրավական պաշտպանության միջոցներ։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ եւ արտարության եւ մարդու իրավունքներու հայկական կենտրոնի տնօրեն Իրավապան Սիրանուշ Սահակյան նշեց, որ այս խնդիրը մարդկային արժանապատվության հարց է, ավելցնելով, որ ոչինչ պետք չէ արգելակե, որ ընտանիքները իրենց գրոնին համաձայն արժանապատիվ կերպով հուղարկավորեն իրենց հարազատները եւ հարկանքի դուրք մատուցեն իրենց սիրելիներուն։ Կոնգրեսի մեջ դեղ ունեցավ հայոց ցեղասպանության ողջագոչում, որ արիթ հանդիսացավ արտարություն հաստատելու գոչեր կատարելու ոչ միայն հայոց ցեղասպանության, այլև Արցախի մեջ 2023-ին կատարված ցեղասպանության համար։ Ողջագոչման ցերնարգը կազմակերպված էր Ամերիկայի հայտարարի հանձնախումբին, Ամերիկայի հայկական համակոմարին եւ Կոնգրեսի հայկական համախմբումին համագործակցությամբ։ Դեմոկրատական եւ հանրապետական ավելի քան 20 կոնգրեսականներու մասնակցությամբ գայացած ողջագոչման ցերնարգին բանախոսներ միջազգային օրենքի եւ մարդու իրավունքներու մասնակետ իրավապան Գառնիկ Քերկոնյան։ Խոսքեր արտասանեցին կոնգրեսականներ Նենսի Պելոսի, Ֆրանկ Պալոն, Adam Schiff, Gus Bilirakis, David Valadao, Brett Sherman, Judy Chu, Laura Friedman, Jim Costa, Jim McGovern, Dina Titus եւ ուրիշներ։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբին կազմակերպությամբ Capitol Hill-ի մեջ կայացավ գլոր սեղանումը Հարավային Կովկասի մեջ խաղաղություն առանց արտարության խորագրով։ Գլոր սեղանին մասնակցեցան հայտարարի հանձնախումբի քաղաքականության տնօրեն Ալեքս Գալիցկի, արտաքին գործոս նախարարության նախկին երեսպաշտոնատար եւ պատմապան դոկտոր Ռոբերտ Գրիգորյան եւ միջազգային օրենքի եւ մարդու իրավունքներու մասնակետ իրավապան Գառնիկ Քերկոնյան, որոնք լուսարձակի դագարին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մգնման ծրագիրը շեշտելով, որ անիգա խորքի մեջ թելադրված է Ադրբեջանի կողմէ, որ գվայել է Թուրքիո զորակցությունը եւ արևմուտքին հավանությունը։ Անոնք նաեւ նկատել տվին, որ խաղաղության նախագիծը չի ներառել բادرազմական հայ կերիներուն ազատ արձակման պահանջը։ Գլոր սեղանին ընթացքին խաղաղության նախագիծը դիտվեցավ Ադրբեջանի կողմէ գործադրված ցեղասպանության ծիրին մեջ, ինչպես նաև նշվեցավ, որ Ադրբեջան գվարե դարբեր ճակատներու վրա համագարկված կառուցչական արշավը,
որուն նպատակն է դարբաղատրել Հայաստանի պետության ինքնիշխանությունը։ Ինչ կվերապերի թրիփի ուղին, ապա ընդգծվեցավ, որ անիգա Հայաստանի գոյության ուղված սպառնալիք մնե։ Եվ մեր հաղորդման վերջին լուրը պիտի լա քաղաքային լուրը։ Քեմբրիջի հայ առաքելական Սուրբ Երրորդություն եկեղեցվո մեջ դեղի ունեցավ համազգային Բոստոնի վարչության Արտնովա երգչախումբին Անտրանիկ համերգը ղեկավարությամբ մայեստրո Արթուր Վերանյանի։ Երգչախումբը, որ կպահպանար 20-ի ավելի անդամներ է, թաշնակի ինտերակցիությամբ Նունե Հակոբյանի ներկայացուց հայ երգահաններու գործեր, ինչպես Գոմիդաս, Ռոբերտ Ամիրխանյան, Արնո Բաբաջանյան, Էդգար Հովանիսյան։ Ներկայացվեցան նաև Մեսրոպ Մաշտոցեն և Ներսես Շնորհալիեն ստեղծագործություններ։ Համազգային երգչախումբը իր այս անտրանիկ համերգով իր մասնակցությունը բերավ քաղաքին գեղարվեստական կյանքը աշխուժացնելու աշխատանքին։ Հարգելի ակնթիլներ, մեր հաղորդումը պիտի պակենք հարցազրույցով, որ պիտի ունենանք Արցախի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսովի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Հայոց ցեղասպանության 111-ամյակի նախօրյակին ադրբեջանցիք ոչնչացուցին Ստեփանագերդի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Բաքուի վարչակարգը ինչ նպատակ կհետապնդե այս փարփարոսությամբ։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մենք տեղեկատվություն ստացանք, որ հողին է հավասարեցվել Ստեփանակերտի մայր տաճարը։ Այս ծրագիրը նոր չէ, Ադրբեջանը մշտապես մեր համար կարևոր օրերին կլինի ցեղասպանության տարելից, կլինի հաղթանակի օրեր, ոչնչացնում է ինչպես պատմաճարտարապետական հուշարձան, այնպես էլ պետական կարևոր շենքեր, դրա վառապացույցը նաև սեպտեմբերի 2-ին Արցախի արտաքին գործերի նախարարության շենքի քանդումն է, որը հեռարձակել է ուղիղ եթերով։ Եվ սա հատուկ քաղաքականություն է, որ Ադրբեջանը իրականացնում է նման գործելավոճով, եւ սա պետք է դիտարկենք ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն, այլ նաև որպես հոգեբանական ահաբեկչություն ընդդեմ հայ ժողովրդին, իսկ արցախահայությանը առավել եւս։ Սրանով փորձում են ցույց տալ, թե իբր ձեր ցանկությունները վերադառնալու Արցախ չպետք է իրականանան, եւ տեսեք, որ մենք այս ամեն ինչը ոչնչացնում է հայկական մշակութային հետքը, եւ դրանով որպեսզի բռնի տեղահանված արցախահայության մոտ ցանկություն չառաջանա վերադառնալ հայրենիք, եւ մյուս կողմից էլ ամրապնդվի այնպիսի տեսակետ արցախահայության մոտ, որ տեսեք, եթե Արցախում մեր ժառանգությունը ոչնչացնում են, պետական շենքերը հողին են հավասարեցնում, ուրեմն վերադարձի թեման փակված է եւ մենք չպետք է վերադարձի մասին խոսենք։ Հակառակը մենք ի պատասխան այս ամենին վերադարձի մասին մշտապես պետք է խոսենք եւ մայր տաճարի ոչնչացման մասին փաստերն էլ եւս մենք պարբերաբար պետք է ահազանգենք։ Փաշինյան հայտարարեց, որ իր վարչախումբը մայր տաճարին ոչնչացումը եւ Բաքուի իշխանություններն կողմէ հետեւողականորեն գործադրվող մշակութային ցեղասպանության հարցը միջազգային հարթակներով վրա պիտի չքննարկե։ Ի վերջո, ով պետք է նախաձեռնե այս հարցի միջազգային հնչեղություն տալու գործը։ Ինչպես մայր տաճարի հետ կապված թեմայի տարածումը, միջազգայնացումը, այնպես էլ հայկական ցանկացած մշակութային ժառանգության ոչնչացման կամ վանդալիզմի ենթարկման հետ կապված բոլոր փաստերը պետք է տարբեր խողովակներով միջազգային հասարակությանը, հանրությանը շահագրության դարձվի, ինչպես իշխանությունների կողմից, չնայած որ վարչապետը հայտարարում է, որ մենք այդ թեման չպետք է միջազգային օրակարգի քննարկման առարկա դառնանք, մեր կարծիքով դա պետական մակարդակով պետք է դարձվի միջազգային հարթակներում քննարկման առարկա,
ինչպես պետական մարմինների կողմից, առաջնային երկրի վարչապետ, նախագահի մակարդակով, արտաքին գործերի նախարարի մակարդակով, մշակույթի նախարարության խողովակներով, ազգային ժողովի իր խողովակներով, հաշվի առնելով այդ խորհրդարանական դիվանագիտության բոլոր մեխանիզմները, հնարավորությունները, բոլոր վանդալիզմի դեպքերի մասին արձրացվի, բնականաբար այս համատեքստում անելիք ունեն նաև ընդդիմադիր բոլոր ուժեր, որոնք որ խորհրդարանում ներկայացված են, իրենց գործընկերներին ներկայացնելով տեղի ունեցող իրադարձությունները Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, նաև արտախորհրդարանական տարբեր ուժեր, քաղաքական ուժեր, որոնք որ իրենց կապերը, խողովակները և հնարավորություններ ունեն այս թեման դարձնելու քննարկման առարկա, քանի որ Արցախում ոչնչացված յուրաքանչյուր մշակութային արժեք ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացում է, այլ նաև համամարտկային մշակութային արժեքի ոչնչացում և հարված մշակութային ժառանգությանը ընդհանրապես։ Ադրբեջանցիներուն պարպարոսությունները ոչ մեկ դատաբարդանքի գարժանանան միջազգային գարույցներու կողմէ։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու սփյուռքյան գարույցները ինչ կրնան անել լրության այս բադը կանտելու համար։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքում գործող քաղաքացիական հասարակության հարթակները, Սփյուռքի մեջ կազմակերպությունները կարող են իրենց հնարավորություններով նպաստել այս տեղի ունեցող Արցախում մշակութային ժառանգության բարձրաձայնմանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ և Սփյուռքի մեր կազմակերպությունների հնարավորություններն որոշակի առումով լայն, իրենց գտնվող երկրներում տարբեր ձևաչափերով կարող են ներկայացնել խնդիրը, ակցիաներ կազմակերպելու միջոցով, ցուցահանդեսներ կազմակերպելու միջոցով, բողոքի նոտաներ հղելու միջոցով, պարբերաբար այդ տեղեկատվությունը այդ երկրների խորհրդարաններին, այդ երկրների ղեկավարությանն փոխանցելու տվյալ երկրներում, որտեղ գործում է Սփյուռքյան կազմակերպությունները, որտեղ որ կան միջազգային կառույցի գրասենյակներ, այդ գրասենյակներին հատկապես, որոնք որ առաջնային մանդատ ունեն այդ գրասենյակներին այդ տեղեկատվությունը փոխանցելով, նույնը կարող է անել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը Երևանում, տարբեր բնակավայրերում նմանատիպ տեղեկատվական իրազեկման ակցիաներ կազմակերպելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում նաև որոշ միջազգային կազմակերպությունների գրասենյակներ ունեն, այդ տեղեկատվությունը վանդալիզմի դեպքերի հետ կապված փոխանցելու այդ գրասենյակներին, որտեղ որ հստակորեն փաստարկված է այդ ամեն ինչը։ Այս ամենը կարող են նպաստել Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող այդ մշակութային վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր Արցախի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսով։ Հարգելի ակնթիրներ, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Հարաճիգա շաբաթ կհանդիպինք նոր հաղորդմամբ։ Ցտեսություն։